Ողջույն, ծովահայերն է եթերում, ես Աննա Մարտիկյանն եմ։ Սևանի կանաչ խնդիրն ինչ դրսևորումներ կունենա այս տարի։ Լճի երբեմնի 30,000 տոննայից մինչև 300 տոննա կամ 100 անգամ նվազած ձկնապաշարն ինչ ցուցանիշ է գրանցում մեր օրերում։ Ինչ վիճակում է այսօր Սևանի ժանգախտով վարակված Խեցգետինը։ Հայաստանի մարգարտի Սևանալճի էկոլոգիական խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին այսօր կզրուցենք Գիտությունների ազգային ակադեմիայի կենթանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սևանալճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գաբրիելյան։ Ուրախ եմ ձեզ տեսնել ծովահայերի տաղավարում։ Պարոն Գաբրիելյան, Սևանի պատկերավոր ասած իմունային համակարգը կարծես վերջին տարիներին թուլացել է, չի կարողանում վերականգնել ինքն իրեն։ Ինչ լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը խնդիրների լուծման ինչպիսի ուղիներ է նախանշել եւ որոնք են առաջնահերթությունները։ Ինչից ենք սկսելու։ Դե իհարկե առաջնահերթ մեր խնդիրն է Սևանի այդ խնդրին։ Դա ջրի որակն է։ Դրանից է ամեն ինչ բխում։ Եթե մենք ունենանք լավ ջրի որակ, կարող ենք ասել, որ էկոհամակարգի վիճակն էլ է լավ եւ նրա բաղադրիչների վիճակն էլ է լավ լինելու։ Ինչ պետք է արվի։ Առաջի հերթին պետք է նրա ջրի մակարդակը բարձրանա։ Այսինքն մենք պետք է ամեն տարի, ինչպես նախատեսված է եղել Սևանի մասին օրենքով, մենք ունենանք դրական բալանս։ Անցած տարի 38 սանտիմետր էր կարծեմ։ Չէ, անցած տարի իջել էր, ամեն տարի հունվարի 1-ով են համեմատում եւ դա ավելի ճիշտ է, քան ինչ որ տարբեր սեզոններին։ Եղել էր 12 սանտիմետր, փաստորեն իջել էր, որը եւ փաստորեն բերել է նրան, որ մենք այս տարի նույնպես սպասում ենք ծաղկման երևույթները, այդ տոքսիկ կապտականաչ ջրիմուռների ծաղկում ենք սպասում եւ նույնիսկ արդեն ինչ որ որոշ հատկանիշներ իհայտ են գալիս, բայց դեռ այդպես մասսայական չի սկսել, բայց մեր կարծիքով մոտ ամսվա, այս ամսվա վերջին կամ մյուս ամսվա մեջ արդեն դա կլինի։ Հիմա ինչ մակարդակի կլինի այդ ծաղկումը, մենք դեռ չենք կարող ասել։ Ամեն դեպքում դա այն է, որ դա հետևանք է, որ մենք ունեցել ենք բացասական բալանս։ Եվ եթե մենք նայենք այդ համեմատություն անենք այլ տարիների հետ, ապա մենք ունեցել ենք այդպես ուժեղ ծաղկում միշտ, երբ որ եղել է իջեցում ջրի մակարդակի։ Ձեր ինստիտուտում կարծեմ Սևանի 100 տարվա ցուցանիշներ են պահպանված։ Այո, որոշ ուսումնասիրության այդ տվյալներ մենք ունենք նույնիսկ 23 թվականից եւ մյուս տարի մեր լրանում է մեր այդ քանի որ մենք կենտրոն ենք եւ ներկայացված ենք երկու ինստիտուտով, այլ այդ հիդրոէկոլոգիա եւ ձկնաբանության ինստիտուտը, որը իր հաջորդն է եղել այդ կենսաբանական կայանի, մինչ այդ ձկնաբանական կայանը է եղել եւ այլն, նա ստեղծված է եղել 1923 թվականին եւ մյուս տարի 100-ամյակը լրանում է, մենք հուսով ենք, որ ինչ որ հնարավորություն կունենանք նշենք այդ տարեդարձը։ Սևանը այս ընթացքում Սևանը եւս մեկ նման փորձության անցել է։ Անցած դարի կեսերին, երբ որոշել են Սևանի մակարդակը իջեցնել եւ դարձյալ կանգնած էր ճահճացման եզրին։ Այդ փորձը ինչ որ հետևություններ անելու կամ կա ինչ որ պահպանված ձեր արխիվում որոշ քայլեր, որոնք արել են վերականգնելու համար։ Իհարկե մենք այդ բոլոր տվյալները արխիվային պահպանվում են եւ մենք հաշվի ենք առնում այդ ընդհանուր այդ դինամիկան եւ ինչ է տեղի ունեցել, խոսքը գնում է 70-ական թվականի կեսերին, երբ որ նկատվեց այդ ամենաուժեղ ծաղկման եւ էվտրոֆացման, ասեմ, ճահճացման, տենց ասած, երևույթները, իհարկե հետևություններ են արած եւ այդ փորձը օգտագործվում է հիմա եւ մենք որոշ միջոցառումներ կամ որոշ այդպիսի նկատառումներ եւ ուսումնասիրություններ ենք անում, որը մեզ ավելի ստույգ տվյալներ կտա եւ համապատասխան միջոցառումների ուրեմն առաջարկներ պետք է մենք տանք եւ արդեն դա արվում է, բայց ցավոք սրտի, ինչպես գիտեք, ոչ միայն մեր գիտական ուսումնասիրություններից է կախված այդ գործընթացը, քանի որ
Ստե եւ սոցիալ-տնտեսական հարցեր են առաջ գալի եւ հնարավորությունների հարցեր են գալի եւ կլիմայի փոփոխության այդ երևույթներն են գլոբալ։ Այսինքն, եթե նույնիսկ համեմատենք նախորդ փորձի հետ, թե ինչպես է վերականգնվել, դա ճշգրտորեն չենք կարող սինթեզել, որովհետև այս անգամ եւ գլոբալ տաքացումն է եւ ձկնապաշարի անկումն է եւ արդեն այլ նյութերով Սևան լցվող ջրերն են։ Այլ նյութերը չէ, ես կասեի նյութերը նույնն են, հիմնականում դա գալիս է։ Խոսքս քիմիական բաղադրության նյութերն են, լվացքի փոշիներ։ Այսինքն դա ֆոսֆոր ազոտն է, այդ հիմնականում, որը ազդում է ծաղկման վրա, բայց նաև ջրի միջին ջերմաստիճանի բարձրացումն է շատ նպաստում այդ ծաղկման երևույթներին։ Իհարկե այդ նախորդ դարում, երբ որ դա այդ տեղի ունեցել, այն ժամանակ մի քիչ հիմնական պրոցեսները, հիմնական գործոնները մի քիչ այլ էին, բայց հիմնականում մենք կարող ենք ասել, որ այդ երկու գործոնը, հանձինս այդ ջերմաստիճանի բարձրացումը եւ այդ տարերի ավելացումը նույնն են մնացել, ուղղակի նրանց պատճառներն են ուրիշ։ Այն ժամանակ իջեցման պատճառով էր հիմնականը, որտեղ նա մակարդակը իջել էր եւ համապատասխանաբար նրա միջին ջերմաստիճանը բարձրացել էր եւ այն ժամանակ այդ նույնպես գալիս էր, գիտեք, այդ ժամանակ սովետական միության ժամանակ գնում էր այդ սոցիալ-տնտեսական զարգացումը ավազանի եւ բավականին շատ այդ կենսացին տարեր ներմուծեցին դեպի լիճ, ինչը ստիմուլեց այդ ծաղկման երևույթներին։ Հիմա մի քիչ միացել է նաեւ, ասեմ, միգուցե այդ սոցիալ-տնտեսական այդքան զարգացած չի ինչքան անցյալում, բայց նրան միացել է նաեւ կլիմայի փոփոխության երևույթները, նրան միացել է նաեւ այն, որ մենք ժամանակ առ ժամանակ փաստորեն արհեստականորեն բարձրացնում եւ իջացնում ենք, ինչը ավելի վատ է, քան օրինակ եթե ընդհանրապես չբարձրացնեինք, քանի որ հասկանալի է, որ եթե նրա մակարդակը բարձրանում է, նա լվանում է ինչ որ ափամերձ գոտին, որը իր մեջ ներառում է լրացուցիչ օրգանական նյութ, այդ կենսացին տարեր եւ հետո մենք հետ ենք բերում, փաստորեն նույն ստացվում է, որ նույն կամ ավելի փոքր մենք այդ ծավալում մենք ունենում ենք ավելի մեծ կոնցենտրացիա է դրանց։ Ամեն անգամ նոր խնդիրներ է բերում իր հետ, ջրի բաղադրություն է փոխվում։ Այո, բարձրացնելով, իջեցնելով։ Փորձագիտական հանձնաժողովը համաձայնություն է տվել Սևանալճից մինչև 170 միլիոն խորանարդ մետր ջրի ջուր բաց թողնելուն, կառավարության այդ խնդրանքին, դա չի վնասի Սևանի էկոհամակարգին։ Գիտեք ինչ, այդ 170 միլիոն խորանարդ մետրը դա հաստատված է Սևանի մասին օրենքով, այսինքն դրանից ավել չի կարելի, մինչ այդ թիվը կարելի է բաց թողել, նրա պայմանավորված է նրանով, որ երկարամյա ուրեմն դիտարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ եթե դա չի գերազանցվում, ուրեմն լիճը չի իջնում, այսինքն այդ ներմուծվող եւ դուրս գնացող ջրերի այդ բալանսը գալիս է դեպի օգուտ, այսինքն դեպի դրական բալանսով։ Հիմա մենք դա էլ հաշվի առնելով մենք համաձայնվել ենք, տենց ասենք, դու ունես չի որ դա առանց ինչ որ հիմնավորումների, որտեղ մենք ունեցել ենք քննարկումներ համապատասխան այդ մասնագետների հետ եւ մենք գտել ենք, որ կարելի է մինչեւ 170 միլիոն այս տարի բաց թողել, սակայն ես համոզված չեմ, որ լրացուցիչ էլի կառավարության այդ ներկայացուցիչները, կառավարությունը չի դիմի, որ լրացուցիչ ջուր ջրարի համար Սևանից գիտեք ինչ, թողնելը պետք է, ես չգիտեմ ինչ հիմնավորում է լինի, բայց իմ կարծիքով ինչ հիմնավորում է լինի եւ ես գիտեմ, որ հիմնավորումները դա կլի, որ 4 տարի է, չգիտեմ, ջրամբարները լիովին լցված չեն, բայց դա մենք ունենք արդեն բավականին երկար ժամանակահատված, այսինքն դա նես չի, որ 3 է սկսվել, արդեն մոտարապես 20-30 տարի մենք այս process-ի մեջ ապրում ենք եւ միշտ Սևանը գալիս է որպես փրկություն եւ չեն մտածում, որ պետք է ալտերնատիվ ինչ-որ բաներ առաջարկվի։ Օրինակ, հիմա սկսել են իհարկե ջրամբարների կառուցում, բայց ինչ-ինչ պատճառներով որոշ ջրամբարներ, որոնք պետք է անցյալ տարի
արդեն վերջացվեր նրանց կառուցումը, օրինակ Եվարդինը, ինչ այսօր անհայտ ինչ որ պայմաններով դուրս Քանի ջրամբար է պետք, որ Սևանեին ինչքան հնարավոր է շատ, որովհետև մենք չգիտենք այս կլիմայի փոփոխության արդյունքում եւ այլ process-ների արդյունքում իսկ նվազագույնը այնքան, որ մենք դեֆիցիտ չունենանք, այսինքն ռոռոկման համար կամ էներգետիկայի համար մենք չունենանք դեֆիցիտ եւ Սևանը իր հունով տենց ասած կամած բարձրանա եւ երկրորդ շատ կարեւոր հարցը դա խնդրեմը որ պետք է իմ կարծիքով լուծվի դա կորուստների վերացումն է որտեղ մենք բավականին մեծ կորուստներ ունենք երբ որ արդեն այդ ջուրը գնում է ջրատարների այդ անսարքության պատճառով չգիտեմ այդ խողովակների եւ այլն եւ օրինակ մասնագետներ այդ խոսալուց բարձվեց որ մոտարապես տեղեր կան որ 80%-ի չափով մենք կորուստ ունենք այսինքն եթե մենք այդ կորուստները կարողանանք ինչ որ չափով վերացնենք եւ մենք ունենանք ավելի շուտ մենք դեֆիցիտի մասին չենք խոսա օրինակ մասնագետների ասելով եթե նրանք օրինակ այս տարի կարող է 20 միլիոնի դեֆիցիտ ունենան ապա այդ կորուստները կազմեն մոտարպես 40 միլիոն այսինքն եթե մենք կեսով չափ կարողանանք վերացնել այդ կորուստները ապա դեֆիցիտը կվերանա Իսկ ջրի բարբերաբար բարձրացում մակարդակի իջեցում այս գործընթացը ազդում է ձկնապաշարի վերականգնման վրա թե դա ուղղակի մարդկային գործոնն է արդեն Չէ, իհարկե ազդում է, հիմնական իհարկե գործոնը պաշարների այդ խզման կամ իջեցման կամ ավելացման դա մարդկային բոլորն է մարդկային անթրոպոգեն գործոններ են, բայց այստեղ խոսքը գնում է որսի մասին, ցավոք սրտի մինչ այսօր մենք ունեցել ենք կարելի ասել անկառավարել, անցյալ տարի չեմ կարող ասել, որովհետև ինչ որ արդեն լիցենզիաներ էր լինում, բայց մինչ այդ ամենայն դեպս ունեցել ենք անկառավարելի որս Սևանալճում, այսինքն ձկնորսները բռնել էին ոչ թե այնքան ինչքան որ իրանց օրինակ թույլատրել են կամ ինչ, այլ այնքան ինչքան որ նրանք հնարավորությունները թույլ են տալի որսալ բայց այստեղ խոսել որ այդ իջեցում բարձրացումը իհարկե ազդում է այնքանով որ ջրի որակն է փոխվում այդ ջրի որակը փոխվելով օրինակ եթե կապտականաչ ջրիմուռները ծաղկում են ապա տոքսիկ գոտի է առաջանում տոքսիկ գոտիներ են առաջանում որտեղ ձուկը իհարկե ավելի շարժում են նա կարող է խուսափել այդ տեղերից գնալ ավելի խորքը կամ այնպես տեղեր որ չկա այդ ծաղկումը եւ տոքսիկ ազդեցություն գոյություն ունի բայց սակայն այն կենթանիները օրինակ բենթոսի այսինքն հատակային կենթանիները խեցգետնակերպեր օրինակ որոնք որ հանդիսանում են ձգանկեր նրանք այդ տեղերում մահանում են մասսայական այսինքն կերային բազայի վրա է ազդում է ձկան այդ ձվադրավայրերի վրա կարող է ազդել որովհետև այդ շատ մամրակալելուց հետո այդ ձվադրավայրերն էլ արդեն չեն կարող Սևանում կա շատ մանր գոյացություններ պլանկտոններ որոնցով սնվում են ձկները Այսինքն ցիանոբակտերիաները, կապտականաչ ջրիմուռները սպանում են նաև Այո, այդ տեղերում մեր ուսումնասիրությունների արդյունքը ցույց է տվել, որ այդ ծաղկման շրջանում, բուրըն ծաղկման շրջանում կապտականաչ ջրիմուռներով, փաստորեն այնտեղ շատ դեպքերում նույնիսկ 0-ի է թթվածինը հասնում Էլ չասած, որ ինչ-որ տոքսիկ նյութեր են առաջանում եւ այդ մասում պլանկտոնը դա Այն կենթանիներն են եւ բույսերը եւ ֆիտոպլանկտոնը եւ զոոպլանկտոնը երկուսն են բուսական են իսկ էս էլա ֆիտոպլանկտոն համարվում է ցիանոբակտերիաները այո նրանք փաստորեն հիմնականում խոսքը գնում է մեր կենթանական զոոպլանկտոնի մասին քանի որ նրանք են հանդիսանում ձկանկեր հիմնականում նրանք այդ մասերում համարյա թե վերանում են եւ դրանք եւ բենթոսային այսինքն եւ հատակային կենթանիները Խեցգետնի հիվանդության պահով մենք ունենք առաջընթաց կամ ինչ-որ հուսադրող Խեցգետնի պաշարներն էլ են բավականին սակավացել լճում Այո, նրանց խզումը սկսել է այդ պաշարների 14 թվականից 2014 թվականից երբ որ ներմուծվեցին այդ չինական ասած զսպանակաձև կամ ինչ-որ այտենց
չինական այդ խեցգետնա որսիչները, որոնց որսունությունը ավելի մի 3-4 անգամ ավելի բարձր էր, քան մինչ այդ, եւ դա բերեց նրան, որ սկսեցին պաշարներ ընկնել, այսինքն մեծ մայրական կազմը սկսեց ոչնչանալ, եւ բացի դրանից նաեւ ի հայտ եկավ այդ հիվանդությունը, ժանգախք, ոչ թե ժանդախտ, կա ժանդախտ եւ կա ժանգախ, քանի որ ժանգի գույնով են պատվում, այո, դա ինչ որ սնկային հիվանդություն է, բակտերիալ է շուտ, եւ դա բերում է մահացության շատ այդ առանձնյակների, սակայն ոնց որ տենդենս է նկատվում, որովհետեւ օրինակ նախանցյալ տարի ընդհանրապես մենք նույնիսկ չէինք կարող գտնեինք որևէ խեցգետին Սևանից, որ մենք օրինակ ախտորոշեինք կամ որոշեինք նրանց քանակը, բայց սակայն ոնց որ այս տարի եւ անցյալ տարի տենդենս կա, որ սկսել են արդեն մի քիչ բարելավել նրանց վիճակը։ Հույս ունենանք, որ ապագայում կունենանք նաեւ պաշարներ։ Վերջին տվյալներով ինչպիսի ձկնապաշար եւ խեցգետնի ինչպիսի պաշարներ ունենք Սևանալճում այսօր։ Նու մենք ինչպես գիտեք ամեն տարվա վերջին ենք տալի այդ տարվա մնացորդը եւ տալիս ենք ինչ կարելի է մոտակա տարում ինչքան կարելի է որսաչափը նու դա իրականացվում է իհարկե շրջակա միջավայրի նախարարության հետ ամեն տարվա այդ պայմանագրի շրջանակներում ասեմ, որ անցյալ տարվա տվյալներով մենք ունեցել ենք արդյունագործական պաշար 630-ի մոտ ինչ որ եւ ընդհանուր ձկան ինչպես ձկան պաշար այո ձկան սիգի մասին է խոսքը որտեղ մնացած պաշարները շատ այնքան չնչին որ կարելի է նրանց անտեսել հիմնականում մենք սիգի մասին ենք խոսում ձկան պաշարները դուք հարցը տվել եք խեցգետնի մասին եւ խեցգետնի եւ ձկան խեցգետնի պաշարները շատ քիչ են էլի գնահատվում են երևի թե 10 անգամ պակաս քան եղել են եթե չեմ սխալվում 400 տոննա 4000-ի 5000-ի փոխարեն ինչ որ եղել են 10 տարի 8 տարի առաջ եւ ձգան պաշարներն են հիմա տատանվում են 600-ի 700-ի մոտ արդյունագործական բայց եթե խոսում ենք ընդհանուր պաշարների մասին ապա նրանք 2.500-ից մինչեւ 3000 տոննա հասնում են 3-ից նույնիսկ մի քիչ ավել Այսինքն մի քիչ ավելի բարվոք վիճակ է, քան նախորդ տարիներին։ Գիտեք ինչ, չենք կարող ասել, որ բարվոք է այսօրվա պայմաններում, որովհետև մենք կարող ենք ունենալ ավելի շատ ձուկ, եթե ունենանք կառավարելի որս, եւ պետք է միշտ ես էլ եմ դրա մասին խոսել եմ, որ պետք է այսօրվա այդ համակարգը ձկնորսության փոխել։ Քանի որ ինքը չի արդարացվում, մենք արդեն նախարարության մասնագետների հետ աշխատում ենք դրա վրա եւ հույսով ենք, որ շուտով մենք ունենանք նոր համակարգ, որը թույլ կտա ունենալ կառավարելի որս եւ համապատասխանաբար ունենանք պատշաճ քանակի պաշար ձկան։ Պարոն Գաբրելյան, իմ հարցերը շատ են, եթերաժամանակը քիչ։ Վերջին հարցս ուզում եմ տալ Սևանի կապտականա ջրիմուռներով պատվելու դեմ այս տարի ինչ ամենախոշոր եւ ամենաէական քայլը որը կլինի նվազեցնելու այդ վիճակը Գիտեք ինչ դա շատ դժվար պայքար է իհարկե որովհետեւ դա բնական երևույթ է որ գալիս է իհարկե մարդու գործունեությունից ելնելով այսինքն ջրի քանակը մակարդակը իջեցնելով եւ այլն թեկուզ նաեւ այդ էվտրոֆացման process-ը այսինքն ծաղկումներ միշտ լինում են բնական էկոհամակարգերում բայց ինչ չափով են նրանք լինում դա արդեն կախված է մարդու գործունեության արդյունքից եւ ասեմ որ առաջի հերթին պետք է լիճը բարձրանա այսինքն մենք ունենանք մեծ ծավալ որը թույլ կտա ունենալ իջացնել այդ միջին ջերմաստիճանը եւ երկրորդը ամենակարևորը մաքրման կայաններ լինի այսինքն այդ ավազանից ներմուծվող օրգանական նյութը եւ կենսածին տարերը պետք է նվազեցվեն այդ ժամանակ մենք ունենանք կամած միանգամից չէ իհարկե կունենանք ջրի բարելավում եւ ինչու՞ չէ որ այդ բուրըն ծաղկման երևույթները նույնիսկ կվերանան Նախորդ մեր զրույցների ժամանակ մի անգամ զրուցեցինք
լճաբանական կոնֆերանսի եք մասնակցել եւ այնտեղից փոշով այդ կարծեմ նաև մեր ապառներ փոշի էր, որը ցեոլիտի մասին է խոսքը, որով հարուստ է նաև հայկական լեռնաշխարհը եւ հնարավոր է գտնում, որ մենք կարող ենք եւ ինքներս արտադրել, վաճառել եւ ինքներս մաքրել Սևանը նաև այդ փոշով։ Այս տարի փորձարկումներ արվելու են։ Անպայման եւ նախատեսում են արդեն ամեն ինչ պատրաստ է, ասեմ որ դա նպատակային ծրագիր է եղել, որը որ ֆինանսավորվել է մեր գիտության կոմիտեի կողմից։ Իհարկե շատ մարդիկ թերահավատորեն են դրան վերաբերվում, բայց երբ որ մենք սկսում ենք բացատրել, ինչ որ իրանց ոնց որ սկսում են ընդունել։ Ուրեմն մենք արդեն հասել ենք նրան, որ այդ փոշին արդեն կա, այսինքն այդ չափերը, որ անհրաժեշտ են մաքսիմալ կլանելու համար, այսինքն հավաքել եք ապարները, փոշիացրել եք։ Այո, այդ ուսումնասիրությունների արդյունքում մենք ստացել ենք այդ փոշին, որտեղ դա միայն այնպես չի, որ մանրացնում է, սնդե ակտիվացման process-ներ կան, բավականին բարդ բաներ են, բայց իրականում նա արդեն ստեղծվել է եւ մենք պիլոտային ոնց որ ասած սարքնել ենք արդեն ստեղծել եւ երևի մոտ ամիսներին մենք փորձարկումը կանենք որ նաեւ հավաքի չմնա այո այդ սարքնելը մեր ծրագրով նախատեսված է այսինքն այդ փոշին լցվի ինքը հավաքվի մաքրվի շրջի Սևանի վրայով փոշով հանդերձ կլանի ցիանոբակտերիաները այդ ապարների վրա ապարի փոշու եւ դուրս բերի Սևանից եւ ջուրը վերադարձնի մաքրված արդեն իսկ այդ այսինքն կլանված այդ փոշու մասնիկները նրանք ուրիշ տեղեր կօգտագործվեն Շնորհակալություն պարոն Գաբրիելյան հուսանք այս տարի կունենանք ավելի մաքուր Սևան մնացեք խաղաղությամբ